Ողջույն, սկսում ենք մեր հերթական ձայնագրությունը, արագ մեկնարկ բազիս մեբերշիկ ծրագրի, ուրեմն տեսեք, կուզենամ ձեզ այսօր ծանոթացնել այս գործիքակազմերին, մոդելավորման գործիքները, խումբը գործիքների այստեղ է գտնվում, միջև գործիքներին այս ծանոթանալը, ես ուզում եմ, որպեսզի ուսումնասիրենք հիմնական նյութերի բազան, որտեղ այդ ամբողջը բազիս մեբերշիկի մեջ ցանկացած դետալ, երբ որ դուք ստեղծում եք, այն պետքա պարունակի ինֆորմացիա, հաշվարկարվի իր անվանումը, գինը, քանակությունը, այսինքն որպեսզի տվյալները կարող եք դուրս բերել, նյութածախսերը ճիշտ ունենալ, որպեսզի այդ ամեն ինչ ունենանք, հիմա կծանոթանանք հիմնական բազային, այստեղ է գտնվում նաստրոյկի բազը մատերիալով, այ որտեղ որ պարամետրերն են, հիշում եք նախորդ ձայնագրության ժամանակ մենք այստեղից կարգավորումներ տվեցինք, ինտերֆեյսի կարգավորումներ արեցինք, մի քիչ դասավորեցինք, այս շարքում նաստրոյկաների մեջ գտնվում է բազը մատերիալը։ Ուրեմն սա հիմնական բազան է, ինքը մի քիչ դանդաղ է բացվում, որպեսզի սա ճիշտ ընկալելի լինի, թե սա իրանից ինչ է ներկայացնում այս հիմնական բազան, տեսեք, հիմնական բազան այսպիսի օրինակով պատկերավոր ձեզ կարող եմ ասել, սա այն բազան է, որը որ ունենք մենք մեր Հայաստանում, ենթադրենք օրինակ բերեմ խանութները, լամինատի խանութները, դա հիմնական բազան է, որից դուք գնում եք ձեր ուզած նյութերը, բերում եք ձեր արտադրամաս, այսինքն բերում եք ձեր, ոնց որ ասած, ձեռքի տակ, որ պետքա օգտագործեք եւ պատրաստեք ձեր ուզած պրոդուկտը, պատվերը իրականացնեք։ Բայց սա հիմնականն է։ Դեռ այստեղից մենք պետքա տանենք մեր բազան, այդ որ ասում եմ, մեր արտադրամասի պահեստը, որտեղից մենք պետքա իրան օգտվենք, բայց հիմնական այս բազան պետքա ճիշտ կարգավորված լինի։ Ուրեմն տեսեք, հիմնական առաջ անգամ, երբ որ դուք կբացեք, դուք այսքան բան չեք տեսնի ձեզ մոտ, սափագեմ, դուք կտեսնեք բազիս մեբերշիկի ուսումնական բազա, շատ հնարավոր է դա էլ չլինի, որտեղ մեկ ծրագիրը նստացնելուց դա էլ չի նստում, հետո է նստացնում, հիմնական բազիս մեբերշիկ ծրագրի բազան իրանք շատ շուտ են ստեղծել, ու որը շատ հին ինֆորմացիա է, բայց էլի աշխատող է, այնպես է, որ հիմա այդ նյութերը կան, դուք կարող եք եւ այդ բազայից օգտվել, նմանատիպ բազա ունեմ ես այստեղ, այս անվան տակ, Անտարիոն, որը որ ես ներբեռնել եմ, դուք նաև ստեղել, դուք էլ կարող եք ներբեռնել ուրիշից կամ ով որ կվաճառի ձեզ բազան կամ այն խանութը, որը կտրամադրի իր բազան ձեզ, դուք կարող եք ներբեռնել, կգցեք ձեր հիմնական բազայի մեջ, դրա համար առանձին դաս կլինի, թե ինչ ֆորմատով դա գա, որպես ինչ ձևով դուք կարող եք իրան ներբեռնել ձեզ մոտ եւ ունենալ ձեր ձեռքի տակ։ Ուրեմն ես ցույց կտամ 0-ից, հիմքից, ինչպես ենք ստեղծում մեր բազան։ Ենթադրենք հիմա ես տեսեք գալիս եք այստեղ բազը մատերիալը հիմնական տողի վրա, այստեղից տալիս եք ավելացնել գրուպա, ես կգրեմ ուսումնական, հայերենով գրենք, ուսումնական, բազա չեմ գրի, պարզ արդեն հասկանալի է, ուսումնական, այստեղ մի քիչ խոսեմ ինչի մասին է սա, մատերիալի տեսակը, հիմնականում տեսեք, կահույքը պատրաստվում է իրականանում է հիմնական նյութերով, պրոչի նյութեր է նշված, տեսեք, պրոչի նյութերի մեջ մտնում է լուծիչներ, ներկեր, ինչ-որ գործիքներ նաև, այն ինչ-որ օգնում է կահույքի պատրաստմանը, մաքրմանը, իրականացմանը գործիքներով, այդ դեպքում կդնեք պրոչե մատերիալի, դա էլ կարող եք ստեղծել։ Լիստավոյ պագոննի, այսա երկու բառը իրենք միացրել են իրար հետ, սա ստեղծել են մեկ խումբ, կրոմոչնի եզրաժապավեն եւ իհարկե ամրակ եւ ֆորնիտուրա։ Այս հիմնականն է, որի միջոցով այս տեսակի նյութերով իրականանում է կահույքը։ Հիմա ես ուսումնական մենք կարող ենք դնել լիստավոյ պագոնի, կարող ենք եւ դնել պրոչե մատերիալի, բայց խորհուրդ կտամ դնենք լիստավոյ ի պագոնի մատերիալը, օքեյ, դրեցինք։ Չկներեք, սխալ դրեցի, էլի խնդիր չի, կակրաս սխալի միջոցով
կսովորենք նաև ինչպես ուղղում անել, ոչ թե ջնջել նորից նորը ստեղծել, մտակ ուրեմն այստեղ կարգավորումներ եւ փոխեցի այսա լիստավոյի պագոնի, տեսեք միանգամից իր տեսակը ինքը փոխեց։ Հիմնականում լինում են այս 3 տեսակի, այստեղ օրինակը ցույց տամ, նայեք ամրակը եւ ֆուրնիտուրան այսի կոկով պետքա լինի, եզրաժապավենը սրանով, դե որզա լիստավոյը սրանով։ Եվ այս խմբի մեջ նաև ստեղծում ենք եւս մի քանի խմբեր, որոնք ենթարկվելու են հիմնական այս խմբին։ Էլի գալիս եք այս տողի վրա, տալիս եք դաբավից, կդնենք DVP, էլի լիստավոյի պագոնի կստեղծենք PVK, պոլիվինիլ կլորիդ, PV-խանա։ Տեսեք, ստեղ էլ ես եւս սխալ թույլ տվեցի, ինքը եկավ այս առանձին խումբը ընկավ DVP-ի մեջ։ Էլի խնդիր չի։ Աջ կլիկ եք անում, պիրիմիստից գրոպու, տեսեք, այդ հնարավորությունը ունենք։ Գալիս ենք ուսումնականը, նշում ենք հիմնական բաժինը, որի մեջ ուզում ենք ընկնի, եւ տալիս ենք OK։ Ստեղծում ենք LDSP, լամինացված DSP եւ մի հատ էլ եկեք սեղանա երես։ Կարող եք անգլերենով գրել, ոչ մի խնդիր, ոնց ուզում եք գրեք, ռուսերենով, ինչ լեզվով ուզում եք։ Այսքանը բավական է, մենակ տեսեք, այստեղ ես PV-խան սխալ նշում արեցի, նյութի տեսակի, աջ կլիկ, ռեդակտիրված եւ դնում եք կրոմոչնի, որպեսզի ինքը այս տեսակի մեջ լինի, տիպային նյութի։ Գնացինք առաջ, նաև կարող ենք միանգամից խորհուրդ կտամ ստեղծենք ամրակը, редактировать крепежи фурнитура։ Всё, այսքանը բավական է մեր ուսումնականի համար։ Okay։ Հիմա LDSP-ի տակ մենք արդեն անցնում ենք այս խմբին, ստեղծում ենք, տեսեք, բացում է այսպիսի պատուհան, որտեղ մեր նշումներն ենք անում, տեսեք LDSP էլի գրում եմ, ենթադրենք EGR ենք ուզում, ստեղծենք, EGR սպիտակ, ես խորհուրդ կտամ միանգամից չափն էլ գրել 2800 2070 անգամ 18 հաստությամբ։ Ստեղ նշում ենք կատարում, թե ինչ ձևով պետք է հաշվարկի մեջ անվանումը գրվի, իր արտահանմամբ, բարձր կվադրատնի մետր, ստեղ նաև ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես ենք նաև հայերեն գրում, որպեսզի արտահանման դեպքում հայերեն նշվի։ Ուրեմն այստեղ կլաս մատերիալը ես դեռ բաց կթողնեմ, սա էլ է շատ կարևոր բան, բայց այս ուսումնական արագ մեկնարկի դեպքում սա դեռ բաց կթողնենք ընթացքում, եթե կունենանք ավելի մանրամասը ձայնագրություն, ես այնտեղ սա ցույց կտամ ձեզ։ Կվադրատնի մետր, կոեֆիցիենտ իզբիտքը տեսեք, վերաբերվում է ինչքան թափոն եք ուզում ավելացնենք, այսինքն հատխոդը ինչքան պլյուս լինի ձեր հիմնական դուրս բերված տվյալներին, այնտեղ այնպես է, որ սմետայի մեջ ընթացքում կտեսնեք, որ բացի այն, որ ցույց կտա ձեր իրական մոդելինգից ինչ նյութածախս ունեք եւ ցույց կտա նաեւ ինչա ավելանում իր վրա, քանի տոկոս կավելանա, տոկոս այստեղ չեն գրում, հիմնականում
ամբողջով թիվ են գրում, ենթադրենք եթե ուզում ենք 10%, այդ դեպքում գրում ենք 1 ստորակետ 1, այսինքն ինքը թիվը կբազմապատկի սրան, կունենա պլյուս 10% ատղոտ կամ ինչքան որ ուզում եք ավելացնեք այդ թափոնը։ Այստեղ գինն եք որոշում, գինը որոշում եք քառակուսի մետրի 1 քառակուսի մետրի գին, այսինքն լիստը եթե իր քառակուսի մետրը կազմում է 5 ու 8, դե բարձր գինը բաժանում եք 5 ու 8-ից ստանում եք 1 քառակուսի մետրի համար, ես այստեղ պայմանական կգրեմ, գների մեջ դեռ չեմ խորանում, որովհետև ես ուզում եմ հիմնականում իր ստեղծման կառուցվածքը ցույց տալ, այստեղ բան ոչինչ պետք չի, դեռ անհրաժեշտ չի եւ այստեղ ինչ եք ուզում եք կլորացնի միջև ամբողջ թվի եւ այստեղ մի հատ հնարավորություն կա, երբ որ մենք ուզում ենք ստիպենք էգերը դե չենք վաճառում կես լիստով եւ մենք ուզում ենք անկախ նրանից մեր պրոյեկտի մեջ կլինի 3, 2, 4 քառակուսի, բայց մենք ծրագրին կարող ենք ստիպել որպես ինքը մեզ մոտ մեկ լիստով հաշվի։ Այդ դեպքում պետք է գրեք իրական այս պարամետրերը իրար բազմապատկելով գրեք իրական լիստի քառակուսի մետրը, ենթադրենք 5.8, սենց գրեցի, եթե այս դեպքում արդեն հաշվարկը կկատարվի մեկ լիստի միջոցով։ Եթե չէ, դեպքում կարող եք պարամետրերը փոխել։ Ես հիմա կթողնեմ այսպես, կամ չէ, եկեք ավելավսա գրած կմնա, ձեզ ցույց կտամ այս տարբերակը, որից հետո ցույց կտամ, թե սա ինչպես աշխատում։ Գնացինք առաջ։ Дополнительные параметры, այստեղ շատ ուշադիր նշում եք 18 հաստությունը, երկարությունը 2800 եւ լայնքը 2070։ Обозначениան առաջարկում եմ գրել շատ կարճ, հակիրճ, ենթադրենք այս նյութը էգեր։ Коэффициент избытка раскройся, երբ որ раскроյց տվյալներ կունենաք, կարող եք այստեղ գրել, դեռ մեկ ենք թողնում, մեզ избыткան, коэффициент избытка այսքանը դեռ բավական է աշխատանքի համար։ Գնացինք առաջ, եւ այստեղ տիպային է, կոնկրետ, հիշում եք, որ ասեցի, այստեղ նշումը տալիս է լիստավոյ ի պագոննի, այստեղ պետք է արդեն դուք կոնկրետ նշեք, թե ինքը ինչ է, այդ դեպքում լիստ։ Այստեղ նաև ունի այս կարգավորումը, այս տվյալների ֆիքսումը, ունի նաև եթե մեզ մոտ էգերը տեքստուրա կլինի, այդ դեպքում նաև դուք պետք է նշեք այս տեքստուրան, տեսեք հայտնվեց, երբ որ նշած չի նա չկա, երբ որ նշեցիք հայտնվեց, մտնում եք այստեղ ձեզ շատ ծանոթ այդ ծրագրերից ծանոթ կլինի այս պարամետրերը, այսա, բայց առանձնապես պետք չի սրանով տարվել, որովհետև այս ծրագիրը շատ բարձր առանձնապես վիզուալիզացիա չունի, ունի տեխնիկական վիզուալիզացիա, այնինչ անհրաժեշտ է տեսնել կայքը ինչ ձևի է, դա ունի։ Ուրեմն տեսեք, եթե դուք տեքստուրա էլ չնշեք, ծրագիրը մեկը դետալը դնելուց ինքը դնում է իր ավտոմատ մեջի տեքստուրա, ոնց որ ասում են Պաումալչանյու դնում է այդ տեքստուրայա, իր տեքստուրան է դնում, դուք կարող եք այստեղ կոնկրետ նյութի տեքստուրա նշել, տեսեք ես եկա տեքստուրա նշեցի եւ տալիս եմ ճանապարհը, որտեղից վերցնեմ այդ տեքստուրան, դուք առանձին պապկա պետք է ունենաք, որտեղ հավաքական կունենաք ձեր էգեր նյութերի տեքստուրան ու որը կկկարող եք տվյալ էգերի կոդի հետ, որը որ դուք այստեղ կստեղծեք, կոդը կգրեք եւ այդ կոդի հետ կկապեք այդ տեքստուրան։ Երբ որ ասում եմ դրսից կներբեռնեք կամ ինչ որ մեկը ձեզ կվաճառի կամ կտրամադրի այդ խումբը, այդ դեպքում այս ամեն ինչը ինքը լրացրած կունենա եւ ձեզ կտա։ Ես հիմնականում ցույց եմ տալի հիմունքները, թե ինչպես կարող եք դա ստեղծել։ Բարձր, եթե ապակի ստեղծենք, մենք ստեղ կարող ենք միայն այդ պարագայում սա մի քիչ ավելացնել, որպեսզի տեսեք թափանցիկ մեր պրոյեկտներում ցույց տա ապակին։ Ու կոնկրետ էգերի դեպքում մեզ անհրաժեշտ չի, բերում եմ հետ։ Այսքանով վերջացնում ենք, ամեն ինչ նորմալ է, կարգավորումները տվեցինք, մեկ էլ այս единица измерения պարտադիր է գրել։ Եթե չգրեցիք, այնտեղ կամ ինչ տող, որը որ պարտադրողական ծրագիրը ուզում է չլրացրեցիք, ինքը ծրագիրը դա ձեզ կզգուշացնի։ Հիմա եթե ուզում եք մի հատ փորձենք, տեսեք, սա հանեցի единица измерения, տեսեք, մի ուկազն, այս ձեզ կզգուշացնի, կկարդաք իմանաք, որտեղ ինչը պարտադիր պետքա լրացվի։ Նորից դրեցի կվադրատի մետր, տվեցի օքեյ։ Հիմա տեսեք, մեզ մոտ դա հայտնվեց,
մեր գինը կա, ամեն ինչ կա։ Հիմա DVP, մի հատ է DVP ենք ստեղծում։ Հայերենով գրեմ DVP, էլի սպիտակ, պարամետրերը, հաստությունը 3, единица измерения, նույնատիպ կվադրատնի մետր, избитքը ստորակետով, հիշում ենք, որ բազիս մեր վերջիկը սիրում է ստորակետով, որ թիվը ճիշտ կարդացվի, կարոքսիմետրը եկեք 1000 դնեմ, ստեղ էլ ամեն դեպքում 5.8 նշեմ, մեկ լիստի կարոքսիմետրը 5.8, բայց նշումս դնում եմ դեռ սրա վրա, սա հետո ոնց որ ասեցի, կնայինք օրինակների մեջ տարբեր։ Так, այստեղ նշեցինք, եկանք դապամիզրի պարամետրի տալշինան 3, դլինան 2800, շիրինան 2000, լայնքը 70, обозначение կարճ DV, обозначение եկեք, հենց անգլերենով գրել, հետ է ուզում ուղեի, DVP, հենց հետո մնա, լենտան նորից լիստ, հիշում եք, սան չի համարել, և տեքստուրան իհարկե եկեք, քանի որ սա սպիտակ է և մեզ փայտային ցույց չտա, եկեք սա դնենք և միանգամից սպիտակ գույնով, այսպես։ Եթե ուզում եք ձեր պրոյեկտների մեջ DVP-ն ուրիշ գույն լինի, որպեսզի ընկալելի լինի, հասկանաք, որ դա DVP-ա դրած, իհարկե ստեղ ազատ եք, ցանկացած գույն կարող եք որոշել։ Սա այդ տարբերակը դուր է գալիս կոնստրուկտորներին, երբ որ իրանք ուզում են հետևեն իրանց պրոյեկտին, որպեսզի ավելի տեսանելի լինի, որն է DVP-ն, որն է 18 ոչ տեքստուրայով, իրանք ստեղ ազատ են գույների մեջ, բայց դիզայներներին ավելի հաճելի է, երբ որ ամեն ինչը իր գույներով է պրոյեկտը լինում հաճախորդի հետ համաձայնացնելու եւ աշխատելու համար։ Գնացինք առաջ, սպիտակը նշեցինք, օքեյ։ Հիմա այս արագի մեջ նմանատիպ գործողություններ եմ անելու ցույց կտամ, սեղաներես, տեսեք սեղաներեսն էլ եմ նշում։ Սեղաներես մարմար, սենց գրեմ, չապսերը ենթադրենք էքստրավերտնա, կամ եկեք սրա տեղ ավելի շուտ գրեմ էքստրավերտ, սկզբինը այդ ֆիրմային է, մեծատառով, և իրա չապսերը 4100, 600 և հաստությունը 38, այսպես, գնացինք, այստեղ տարբերություն եմ դնում, նայեք, տեսեք գրում եմ մետր, մեզ պետք է որպեսզի սա մետրով լինի կամ հատով լինի, եթե խանութը ձեզ կես բոյ չի ծախում, այդպես ասեմ, կես նյութի չի ծախում, այդ դեպքում ցանկալի է հատով էլ գրել, պրոյեկտի մեջ հատով կհաշվի, դնեմ մետրով, մեկ ու մեկ, կամ ստեղ եկեք չկլորացնեմ այսպես։ Գծամետր դրեցինք, ստեղ ուրեմն գծամետրն չի դրեցինք, որտեղ ուզում ենք, որպեսզի մենք իրան հաշվենք որպես գծամետր, այս կա տարբերակ նաև քառակուսի մետրով, ես դա ցույց կտամ, պետք չի նույնը ստեղծել նաև քառակուսի մետրով, այնտեղ մենք տարբերակներ ունենք, նաև հաշվենք, եթե քարա մեզ պետք է բնական քարա, երեսը պետք է քառակուսի մետրով լինի, քառակուսի մետրով կարող լինի, չնայած ճիշտ կլինի, եթե բնական քարա առանձին անվանում ստեղծվի, բնական քարի համար ավելի գրագետ կլինի։ Բայց այդ տարբերակները արագ աշխատանքի համար և տվյալները արտահանման համար ես ձեզ դա այդ տարբերակը ցույց կտամ։ Ուրեմն լրացնում եք այսպես, գինը սեղաները սա թանկ է, եկեք գրենք 10000, գծամետրը թող հաշվի 10000, ստեղ ենթադրենք մեզ կարում են ծախեն կես գծամետրը կես բոյ մեզ սենց ասեմ ծախում են, կգրենք 2.05,
ու այս տվյալը ընթացքում կարող ենք փոփոխել, հիմա մի քիչ լավ չեմ հիշում, սենց էր ճիշտ գրել թե 2050-ով, դա էլ է լավ, ընթացքում կնայենք, դուք էլ կիմանաք, թե ինչպես կարող ենք սա փոխել կամ ինչ լոգիկայով է հաշվում։ Ստեղ չեմ ավելացնում, եկանք ստեղ 38, երկարությունը 4100, լայնքը 600, ստեղ սենց կարող է գրել անգլերենով, այստեղ լենտան թողնում ենք, այստեղ ամեն դեպքում լենտան թողնում ենք, չնայած լիստով էլ կարա լինի, հեսա կասեմ, լենտան հիմնականում թողնում ենք այս եզրաժապավենի համար, նու թող մնա, որտեվ կտեսնենք ոնց կաշխատի, եթե ինչ-որ խնդիրներ կլինի, դա շատ լավ է, ընթացքում էլ ես ցույց կտամ, թե ոնց կարանք այդ խնդիրը լուծենք, ցանկացած ժամանակ մենք կարող ենք մտնել, մեզ մոտ ստեղ բազային կարգավորումները տալ։ Սա էլ ստեղծեցինք։ Հիմա եզրաժապավենը, տեսեք, երբ որ ինքը եզրաժապավենով ենք մենք այստեղ տիպայինը նյութի դրել, այդ դեպքում ստեղ մի փոքր մեզ մոտ պատուհանը ուրիշ տիպի է լինում, հիմնականում այս երկրորդ պատուհանը փոխվում է, հիմա մենք կգանք դրան, տակ ստեղ դրնում ենք արդեն էլի մետր, որպեսզի մեզ մետրով հաշվի, կոեֆիցիենտը այստեղ շատ կարևոր է, շատ տեղերում 7% այդ դեպքում դնում ենք 0.7 կամ 1, եկեք ստեղ ամեն դեպքում որպեսզի տարբերությունը տեսնենք դնենք 0.7, գինը դնենք 250, շատ մոտավոր, բայց մոտիկ թիվ, ինչ որ հիշում եմ, այս մեկը եկեք սենց թողնենք, տալշինան ստեղ պարտադիր նշում ենք, ենթադրենք մեկն ենք խփում, կամ եկեք լավ, իրա կորպուսի համար ես ստեղծեմ 0.4, ձելինան կարող եք ոչինչ չգրել, շիրինան պարտադիր է, տեսեք 18 հաստությամբ նյութի համար ցանկալի է 22, 16-ի համար 19 կլինի, սա էլ որոշված թիվ է, ընթացքում կտեսնեք և կիմանաք, որ այդպես էլ կա իրականում, 18-ի համար 22-ն է, 16-ի համար 19-ն է, ստեղ գրում ենք, սենց կարող ենք նշել, անգլերենով, PVX, լենտան թողնում ենք, избиток с раскроя թողնում ենք այս ինֆորմացիան, և ստեղ մի քիչ ասեմ այս սրա մասին, թե սա ինչա, օրինակը շատ լավ, որպեսզի տպավորվող լինի, հիշում եք, մենք դպրոցում այդպիսի կահույքներ ունեինք, որտեղ սեղանի եզրերը սենց ռեզինատիպի բաներ էր պազի մեջ, որոնք շատ հաճախակի նաև պոկվում էին, այդձև կհիշեք, այսպիսի բան կարող ենք ստեղծել, ու ինքը լրիվ եզրաժապավենի նման է աշխատում, մենք կարող ենք նշումները կատարել մեր դետալի 4 կողմի վրա և ինքը 4 կողմի վրա հաշվարկանի այս տիպի պրոֆիլ, որը նախապես գծվում է 2D ֆրագմենտ, հիշվում է, սա ընթացքում ես կասեմ, ինչ ձևով այդ 2D ֆրագմենտը հիշվում և ինչ ձևով կարող եք սա բերել ձեզ մոտ, դեռ սրա մասին չենք խոսի, որովհետև արագ մեկնարկի մեջ չեմ կարծում, որ սա պետք է, բայց շատ հարմար գործիք է, ոչ միայն այս ռեզինատիպի նյութի համար, այլ նաև ինչի՞ չէ կարա լինի ալյումինե պրոֆիլ, այն պեածև, որ նյութի վրա ինքը հագցվում է, այդ տարբերակն էլ կարա այս ձևով աշխատի, գնացինք առաջ, տեսեք, յուկազենայմինավանի մատերիալ, այսինքն մենք ստե մոռացանք գրեինք, տակ գրում ենք, տակ 1 միլիմետր, ինչպես, ոքի, ոնց որ թե ամեն մի խմբից
մեկական բան ունեցանք, սա ընթացքում կստեղծենք, դեռ սրա կարիքը չունենք, մի քանի ձայնագրությունից հետո կանցնենք նաև ամրակներին և ֆուրնիտուրային։ Այսպիսով հիմնական բազան ստեղծվեց, տեսեք։ Հիմա այն հիշում եք, երբ որ հիմնական բազան սա է, այսինքն ընդհանուր բազան է, որից մենք պետք է նյութ բերենք մեր պահեստ։ Ես հաճախակի ես օրինակներով կխոսեմ, որպեսզի ավելի պատկերավոր լինի, տեսեք։ Հիմնականում, երբ որ առաջի անգամ կբացեք, ձեզ մոտ այսա կլինի դեսպեբուկ, որը ծրագիրի սկզբանե առաջարկում է, մի հատ այնք ստեղ գցել, բայց մենք կարող ենք ունենալ նաև մեր պահեստում բերենք մեր նյութը հիմնական պահեստից արդեն, տեսեք, ստեղ տարբերակումներ է դնում, պլաշադնոյ ի պագոնե, էլի հիշում ենք, որ մենք այնտեղ հիմնական բազայում ունենք լիստավոյ ի պագոնի, նույնը այստեղ պետքա տարբերակվի, պարտադիր, որ նյութը որ գալիս է, հիմա ես ստեղ ջնջել եմ, դրա համար ինձ մոտ ստեղ գրվում, ձեր մոտ կարող է գրվի պլաշադնոյ, ուշադրություն մեկ դարձեք, դա էական չի, հիմա ստեղծում ենք մերը, տեսեք, գրում եմ ուսումնական, կամ ուսումնական չէ, լիստավոյ, թերթավոր բերեք գրենք հայերենով, թերթավոր, տեսեք ունեցանք թերթավոր խումբ, հիմա ես այստեղ բերում եմ իմ ուսումնականից, այստեղից, բերեմ հիմնականը սա, ուրեմն դվայնոյ կլիկով, տեսեք ոնց գնացինք այդտեղ, ստեղծեցինք թերթավորը իզմինից, եկանք այս դաշտ իզմինից, բացում է մեզ մոտ արդեն բազան, որտեղից մենք ընտրում ենք մեր ստեղծած նյութը, բերում ենք մեր պահեստ։ DVP-ն էլ բերենք, կամ բերում եք կրկնակի կլիկով, կամ այս սլակով, տեսեք, հիմա կրկնակին անեմ, հայտնվեց այստեղ։ Եվ բերում ենք սեղաներեսը, դեռ էսի չենք բերում, լավ, ես հիմա կասեմ դա, որտեղ կբերենք, ունեցանք երկու հատ, մի հատ էլ ստեղծում ենք պագոնի տարբերակը, գրեմ սեղան 3, տեսեք փոխվեց, և այստեղ եմ բերում մեր սեղաներես նյութը, որպեսզի ծրագիրը ճիշտ ընկալի, սա մետրով հաշվի, սա քառակուսի մետրով մեզ տվյալը տան, այս երկուսը բերեցինք, այսքանը բավական է կօգտվենք,